Երեխեք ասես ճամփով sense գալիս էին որպես գային դպրոց էլի, այս կարճ ճանապարհով։ Մենակ մի անգամից երկու հատ պայթել է, մեկը ստեղա պայթել, այնա մի հատներն դրա կարամ տանեմ ցույց տամ են։ Ընդհանուր քանի արգանք եկավ։ Կոնկրետ այս տարածքի վրա երկու հատ, բայց տարբեր տեղեր շատ անգել։ Բայց պատուհանները արդեն հասցրել եք փոխել Կոնստանտին։ Լի փոխել ենք այդ բաները հետքերը ոնց որ ասած վերացրել ենք որպեսզի ասենք այդ տհաճ տպավորությունը չլինի էլի։ 3-4 երեխա են եղել, մեկը ինձ հետ մտել է դպրոց, այդ 3-ը մնացել են, ստե այդ 3-անից էլ կպել է, 3-ին էլ կպել է։ Դեմից է էլի, սա ճարտ փշուր արել։ Այսինքն մնացածին դուք արդեն տարակ դպրոց, բայց։ Հա, եղածներին մցրի ես բանը, նուկուղները, նուկուղ տեղափոխեցի նուկուղը, այդ վիրավորներին օգնեցի, անմիջապես ավտոների մեջ տեղադրենք ու կարճ ժամանակում հասցրինք հիվանդանոց, էլի։ Քանի հոգի վիրավորվեցին։ 2-ը վիրավորվեցին, մի հոգի էլ մահացավ։ Շատ լավ սովորող երեխա ա եղել։ Համեստ, սիրուն, շատ նորմալ երեխա ա եղել։ Շատ ափսոս որ մահացավ էլի։ Այսինքն ասեմ, ապրողը իր տեղն ա եղել։ Այս երեխեքն էլ, այս ծաղիկները դրել են, որպես հիշատակի նման էլի, երևի տենց է մտածել երեխեքը, տենց ծաղիկներով զարդարել են նստարանը։ Իսկ դասերը երբ կվերականգնվի։ Դե երկուշաբթի օրը սպասում ենք որ պիտի արդեն երեխեքը հավաքվեն էլի։ Հիմա գտնում ենք շենքի, այն շենքի, որտեղ վաղինակն էր ապրում, շենքի առաջի հարկում իրանք էին ապրում։ Ճիշտ ասած հիմա տանը մարդ չկա, քանի որ վաղինակի հայրը որպես սպայա ծառայում է, պաշտպանական բանակում է, մայրը ճիշտ է ուշչուհի է, բայց գտնվում է հիվանդանոցում, քանի որ այն փոքր Գևորգն էլ նույն ձևի վիրավոր է, հիմա գտնվում է Արևիկ մանկական հիվանդանոցում, էլի։